Պետականորեն հարցը առաջ տանենք, արդեն գտել էի բարձր ինչեր բան։ Ինձ Շուշիում այդ կամանդիրն ասեց, որ այս մարդը ինչ կասին, հենց կանեք հանկարծ ինքնուրույն ոչինչ չանեք, իրան բացի պետական սահմանը խախտելուց ինչ որ կասին ականեք, ինքը Վահագի հայրն է։ Ու տենց գնացինք, տենց մի քիչ բարդացավ այդ պատմությունը, գնացին, եկաներ եւ այլը, ղեկավարությանը, ասի մինչեւ Վահագին չգտնենք, այդ 3 դիակը չեք տալու։ Այն մյուս դիակները կարող եք տալ, ինչուց մեկ արեք, էլի, որտեղ մեքենա բարձել էինք, պատրաստ էր, ես զգացի, որ դրանք այդպես դրանց են ուզում էլի։ Ու տենց բայց հետո օրվա երկրորդ կեսին իմացանք, որ այդ 3 դիակները տվել են թուրքերի, ուրեմն բանից պարզում է, թուրքերը մեր տղաների 4 այրած դիակների տեղը ցույց էին տվել, որը մեզ շատ մոտ էր։ Ասել են դե դրա փոխարեն տվեք այն 3 տանկիստների դիակը։ Ես արդեն զայրացա, ասիկ զգացի, որ ինձ խաբել են, էլի։ Հիմա իրիկունը անձրև էր մաղում, ժամը 8-ն էր, մեկ էլ ասեցին, որ թուրքերն ասում են, այն ձեր մնացող տղաների դիակները չեզոք գոտում է, 2 դիրքապահների միջև։ Մեկ էլ զինվորներից մեկն ասեց, ծածա ջան, մեր մոտից կարանք մտնենք, ես 2 հատ մինակ տեղադրված, տեղերը ես գիտեմ, սալդատին դες։ Հիմա ես այս շուշեցիներին, ասենք այդ գնդի հրամանատա տեղականներին բանին, ասեցի, բայց թողեք այդ թուրքերը գան ստեղից ցույց տան։ Մեկ էլ դրանք զայրացան, ինչպես կարանք այդպես բան անենք, էլի, մեր տարածքում ընդամենը գնդացիրով կամ ավտոմատով մարդիկ են, նրանք տեսնեն մենք զենքով էլ չենք, ոնց կլի տես անհնար բան է, ես էլ քանի որ իրանք ինձ խաբել էին, ասենք ինձ հակառակ էին գնացել, ես մի քիչ կոշտեցի ու գնացի մտա բան է բլինդաժ, 2 գրանատ վերցրեցի։ Իրանք չտեսան, որ իմ մոտ գրանատ կա, նույնիսկ կարող ասկի չհավատեն, ասեցի, եթե հիմա այդ թուրքին չբերեք այստեղ, որ ցույց տա, ես այս գրանատով պայթեցնում եմ մեքենան, ես էլ ձեզ էլ միասին։ Համաձայնվեցին թուրքին բերեն մեր մոտ։ Թուրքը բերեցին, այդ ժամանակ Շուշի բերդից մի 3 հատ բռնավոր էինք տարել, կալանավոր, թուրքերից էլի, որ այդ մեր վառաստաղաների տեղը հողը քանդեն, տեղը հանեն։ Այդ պահին որ թուրքին բերեցին, այդ թուրքի կամանդիրին, բանից պարզ է որ այդ կամանդիրը այն տղանա, որ այդ Վահագի դեմ կռվել է։ Եկել դա պատմեց, ասեց ձեր տղաներին մենք զինամթերքը վերջացել էր, փնտրում էինք իրանց, մեկ էլ մոտեցանք դիրքերին 6 մարդ տեսանք կենթանի, իրանք դուրս եկան մեր դեմ կռվելու։ Ուզեցին ձեռնամարտի բռնվեցին, բայց քանի որ իրանք զենք չունեն, մենք իրանց սպանեցինք, հետո ման էինք գալիս գնդացրին կամ գնդացրորդին, ասում փնտրում էինք, ասում այդ այգու միջից մեկ էլ ձեն տվեց, թե ստեղ եմ, ու սրանք վազել են, իմացել են հանձնվում է, վազել են դեպի Իրան, ասեցի ես Աֆղանստանում կռված տղա եմ, կռվողներին հարգում եմ, դու ինձ համար թանկ գերի ես, հանձնվի երդվում եմ Ալլահով, քո իմ հազը չի ծռվի։ Բայց մինչև այդ նա չի իմանում ես ով եմ, ուղղակի ընդամենը, հա, լսում եմ, ասեց, ասում է, որ ինքը էլ ձեն չհանեց, մենք ենթադրեցինք, որ երևի արդեն մահացել է, այս կամանդիրն ասում է, ասի գնա քարշ տուր բեր ստեղ։ Ես ես Վլադիկին ասի, Վլադիկ, դու ասա, որ ես հայրն եմ։ Դու ասած մտածեցի կարող անշնորհ բաներ ասի, չդիմանամ են, հա, նա ասեց ինքը հայրն է, կաղնեց, ոտքի գլուխ խոնարեց ինձ, ասեց երդվում եմ, որ ես իրոք տղային քեզ կհանձնեմ, եթե նա ինձ լսեր, չլսեց, ու ասում ես իրանց ասի գնացեք բերեք, իր ասածն եմ փոխանցում, ասում он подшопа держал 2 գրանատը, ասում որ նրանք թևի տակ ընկան, պայթեցրեց, ու ինքն էլ նրանց հետ զոհված, ասեց, բայց կբերեք կտեսնեք, որ նրան ես չեմ թողել, որ խոշտանգեն էլի։
Եթե չլիներ Վաղինակ Վարդևանյանը, Վահագնի հայրը, այդպես էլ 14 ազատամարտիկների դիակները չէին գտնվի եւ նրանք գերեզմաններ էլ չէին ունենա։ Ասեմ, իմ սարսաղությունը չլեր, Աստծո օգնությունը, Վահագի անունը, այս դիակները Երևան չէին գա։ Շատերի եմ ասել, որ դա մենակ է տափրգել։ Որպես ամուր կամքի տեր եւ մեծ հայրենասեր էր նաեւ հերոսի մայրը Տիկին Լիդան, ով կյանքին հրաժեշտ տվեց մի քանի տարի առաջ։ Շրջապատի մարդիկ հաճախ են ծնողների մեղադրել հայրենիքի պաշտպանության համար մղվող պայքարին տղայի մասնակցությանը չխոչընդոտելու համար։ Սակայն նրանք մտածել են, որ իրենց որդին վաղը չի հարգի ու չի ընդունի իրենց խոսքը, չի հավատա իրենց տված հայրենասիրական դասերի իսկությանը։ Ես ճիշտ ափսոսում եմ, որ իմ տղան գնացել է, բայց դե միայն նա չգնար, բա ով պետք է գնար։ Վերջին հաշվով ավազակները պատերազմում շահում են, իսկ տղամարդիկ գնում են զոհում։ Շուշի գնդի հրամանատարն ասեց, եթե մի 25 վահագներ, բայց ես Բաքուն էլ գրավեի, այդ նրա խոսքն է։ Մի պետք է վահագներ էլ ծնվեն։ «1998 թվականից թիվ 173 դպրոցը, որտեղ ուսում է ստացել Վահագն Վարդևանյանն, անվանակոչվել է հերոսի անունով։ Այստեղ պատմում են, որ դպրոցական տարիներից նա աչքի էր ընկնում իր կարգապահությամբ, խելքով ու ընկերասիրությամբ։ Դեռևս դպրոցական տարիներին իր զինղեկ մայոր Կորյուն Գասպարյանը նկատել էր Վահագնի սերն ու նվիրվածությունը հայրենիքին ու հայոց պետականությանը։ Վահագն Վարդևանյանին ես 60 տարիներին գիտեի, երբ ինքը արդեն մարտիկ էր եւ հրամանատար էր։ Նման մարդկանց մասին շատ խոսելն էլ երևի սխալ է, որովհետև իմաստը կորյունքումա բառերը իմաստը իրանց կորցնում են, արժեք են կորցնում։ Ուղղակի կարելի է կարճ խոսքով ասել, նա հերոս էր եւ հայցի դարձերակված մի անձնավորություն, որը զոհվեց մարտի դաշտում։ Վահագն Վարդևանյանի անունը կրող դպրոցում այժմ սրբորեն պահվում ու պահպանվում են նրա անձնական իրերն ու բազմաթիվ լուսանկարներ։ Դպրոցն այսօր ունի 275 աշակերտ։ Ռազմահայրենասիրական դաստիարակությունն այստեղ բարձր հիմքերի վրա է գտնվում, նշում է դպրոցի տնօրեն Արմեն Մարտիրոսյանը։ Նույն դպրոցում են սովորել նաև Վահագն Վարդևանյանի երկու տղաները՝ Վահրամը եւ Արսենը։ Մեծ տղան արդեն ավարտել ու իր ուսումը շարունակում է ճարտարապետական համալսարանի երկրորդ կուրսում, որտեղ գերազանց սովորել էր նաև իր հայրը, իսկ Արսենը այս տարի է ավարտելու դպրոցը։ Մանկավարժները նշում են, որ տղաներն էլ իրենց հոր նման արժանի քաղաքացիներ են մեծանում։ Մեր տղաները, մեր աշակերտները ոգևորված են այդ կերպարով, այդ հերոսի կերպարով, իրոք բառից բուն իմաստով, իրենց հերոսի անունը կրելով այդ դպրոց, իրենք պարտավորված են իրենց զգում։ Հայրենիք իմ սրտում, թե չընկնեմ ես մարտում, ախ իմ մայր թանկագին, տուն կգամ ես կրկին կզփոփեմ քո հոգի համբույրով սրտագին, կսեղմեմ քեզ իմ կրծքին։ Ամեն տարի գրոհայինների ջոկատի հրամանատարի ու իր զինվորների մահվան օրը պարտադիր նշվում է նաև դպրոցում։ Ներկա են լինում զոհված ազատամարտիկների հարազատները, զինվորականներ, բազմաթիվ հյուրեր։ Մենք շատ քիչ էինք թե թվով, թե մեր զինվածությամբ, բայց այստեղ ոգին էր, հայոց ոգին, որ հաղթանակ բերեց հայ ժողովրդին։ Այստեղ շատ հուզիչ մի քանի տողեր կան,
որ այոչ պետք է գերինքնել անարգ թշնամուն, եւ այսօր էլ հայ ժողովուրդը, հաղթանակած ժողովուրդը, չնայած մենք ապրում ենք հիմա խաղաղ պայմաններում, բայց մենք գիտենք, որ մեր կողքին արթուն է վերին աստիճանի վայրենություններով օժտված հարևանը, եւ մեր սուրը երբեք այո, պատյան չպետք է դնենք։ Հպարտ պետք է լինեք, սիրելի աշակերտներ, որ ձեզ հետ, որ այս դպրոցում սովորել է Վահագն Վարդևանյանը, նրան պարապել են այն ուսուցիչները, որոնք ձեզ հետ նորից շփվում են, դա երջանկություն է։ Եվ մենք հաջողություն ցանկանանք նրա բալիկներին, նրա ընտանիքին, նրա 13 ընկերներին եւ ամբողջ մեր հայ ժողովրդին իր հետագա ճակատագիրը ճիշտ եւ դեպի լույս, ինչպես Թումանյանն է ասում, դեպի լույսն ենք մենք ընթանում, այդ ճանապարհին հաջողություն ցանկանանք մեր ժողովրդին։ Շատ շնորհակալ եմ, հիշում եւ հարգում եք, չընդունենք որպես պարտավորվածություն, ընդունենք նաեւ մեր խղճի կեսը։ Եվ ուր էլ որ լինեք, պետք է միշտ հպարտ լինեք, որ հայ եք եւ հայորդիներ եք եւ ամեն մեկը ձեր ընտրած գործում դառնաք հերոսներ։ Շնորհակալություն բոլորին։ Անցած 15 տարիների ընթացքում ազգի հերոսի Վահագն Վարդևանյանի մասին շատ է խոսվել, կան նրա մասին պատմող գրքեր, ֆիլմեր։ 2003 թվականին Երևանի թատրոնի կինոյի պետական ինստիտուտի ավարտական կուրսի ուսանող Արսեն Գասպարյանը դիպլոմային աշխատանքի համար առաջադրանք է ստանում Վահագն Վարդևանյանի մասին ֆիլմ նկարահանել։ Ֆիլմի սցենարը կազմելու եւ Վահագնի մասին տեղեկություններ հավաքելու համար մոտավորապես 6 ամիս Արսենը շփվում է հերոսի հոր Վաղինակ Վարդևանյանի հետ։ Արդյունքում ֆիլմը նկարահանելուց հետո հերոսի հոր հետ նրանք լավ ընկերներ են դառնում։ 88-89 թվականներին առաջի դասարանում եմ եղել ու իմ մոտ շատ վառ տպավորություններ կար այդ շարժումը, Սումգայիթ, Ղարաբաղ, այդ ամեն ինչ հետ կապված ու մեզ հաճույքն ուսո ձեռնամուխ եղավ, որ այդ ֆիլմին սկսենք նկարահանումներին ու սկսեցինք արդեն աշխատանքները 2003 թվականին։ Դժվար է ֆիլմ նկարահանել մի մարդու մասին, որ ցավոք մեզ հետ չէ։ Ու արխիվային նյութերը ուսումնասիրելուց, նայելուց, փնտրելուց, Վահագին այդտեղ գտնելուց շատ քիչ էր ինքը, բավական տեղեր կար, որ վայրկյաններ, ու այդ ամեն ինչը փորձեցինք մոնտաժով, էֆեկտներով մաքրել, օգտագործել այդ կադրերը, բայց շատ դեպքերում կար, որ ինքը նկարահանում է այդ ջոկատին, բայց ինքը իր ձայնն է լսվում, ինքն է նկարանում, որտեղ ասում են Վահագ էստեղ նկարի, ես կողմ նկարանի, հիմնականում ինքը կադրերում չկա, շատ քիչ էր, երբ արդեն նկարահանման process-ն է տեղի ունենում, նկարահանումներից հետո մոնտաժի ժամանակ, որ նայում ես նյութը կտրում ես, շարում ես, բան հասկանում ես, որ ֆիլմը Վահագի մասին էր, կոնկրետ ֆիլմը Վահագի կյանքի եւ սխրանքի մասին էր, բայց հոր կերպարը, Վահագն Վարդևանյանի կերպարը, այնքան խոստումն ալիս, այնքան լիքն է, որ ֆիլմում զգում ես, որ երկու հերոս կա։ Տարիներն անցնում են, սակայն հոր սրտի վերքը չի սպիանում։ Նրա միակ սփոփանքն այսօր իր աչքի առաջ օր-օրի մեծացող թոռնիկներն են։ Իսկ մարդիկ, ովքեր գործի բերումով շփվում են Վահագն Վարդևանյանի հոր հետ, հասկանում են, որ հայրենասիրությունը նրանց արյան մեջ է ու փոխանցվում է սերնդեսերունդ։